Պարոն Մովսյան, այսօր մենք ուզում ենք պարզենք երբ ենք հանդիպել, ինձ թվում էր 2 տարի առաջ ձեր տանը, դուք ասացիք ստուգել եք 3-ա։ Իսկ թռել է ժամանակը, ես էլ չեմ հասկացել։ Թռնում է տարիները, մեր ջան։ Ինչն է փոխվել ձեր մեջ այս 3 տարվա մեջ ըստ ձեզ։ Թե 3 տարի ծերացել ենք, եթե ակնհայտ կարելի ասել։ Շատ բան է փոխվել երևի թե նախ իմ կարծիքով մարդը բնավորությամբ տենց շատ չի փոփոխվում մեջիդ երիտասարդը կամ մեջիդ մանուկը ինձ թվում է մինչև խորձերություն ապրում է ես այդ կարծիքին եմ եւ շատ լավ է որ այդ ապրում է որովհետեւ որ պահին արդեն մենք ինքներս մեզ մեծ ենք համարում այդ պահից սկսած արդեն մեծ ենք իսկ բնավորության առումով երևի թե աշխատանքի բնույթից ելնելով ավելի պատասխանատվության զգացողությունն է մեծացել գիտակցում եմ որ չնայած դրանից ազգային ժողովի պատգամավորը ելի պատասխանատվությունը բավականին մեծ էր բայց ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ մի քիչ թիմային պատասխանատվության գաղափարներ ֆրակցիայի առումով ավելի ընդգծված իսկ այստեղ նաև անձնական պատասխանատվություն կա մեծ որը որ բնավորության որոշ գծեր է փոփոխում Մենք ձեզ քանի որ տնային կոնտեքստում ենք տեսել ընտանիքի հետ եւ այլն անմիջականությունը զգացել ենք բայց դա նորմալ է ես առաջի անգամ ձեզ տեսա նաեւ աշխատանքային միջավայրում ու դուք բոլորի հետ շատ անմիջական եք աշխատակիցների, գործընկերների, այցելուների եւ այլն։ Այդ մի քիչ վտանգավոր չէ, այսինքն ոնց եք պահում են գիծը, որ համ անմիջականություն լինի, բայց համ էլ ինչ որ սուբորդինացիոն բաներ չխախտվեն։ Գիտեք, առանձնապես ես այտենց չեմ մտածում, որտեղ ինձ ոնց դրսևորեմ, փորձում եմ մաքսիմալ հարգալից լինեմ բոլոր տեղերում։ Ու նաեւ Երբ որ դիմացինիդ հետ հարգալից ես, համապատասխան վերաբերմունքի անհրաժեշտությունն էլ կա եւ կարծում եմ, եթե նույնիսկ դեպքեր են լինում, որ այդ անմիջականությունը խանգարող է լինում, այդ նույն պահից սկսած շտկում ենք եւ իգիտություն ենք ընդունում եւ մարդու հետ արդեն էլ ավելի պաշտոնական ենք լինում, որպեսզի այդ հեռավորությունը պահենք։ Բայց կարող եմ ասել, որ այստենց խնդիր շատ չի հանդիպել ինձ, որովհետև համենայն դեպս բնավորությամբ տենց եմ ու չեմ պատրաստում փոխվել։ Հասկացա։ Ձեր աշխատասենյակում ենք ու բնականաբար չեմ կարող չհարցնել, այս մեծ կտավից այս ինչ պատկեր է այստեղ։ Արագածն է, Արագած լեռն է ու շատ բնական է, որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում ու Արագածոտնի մարզպետի սենյակում անհրաժեշտ էր, որ լիներ Արագածի նկարը ու նաև մեր ամենաբարձր լեռն է, ես շատ եմ սիրում Արագածը, այս նկարն էլ ինքը կտավի նման է, բայց իրականում կտավ չի, տպագրություն է, եթե անկեղծ ու շատ եմ սիրում ու կարծում եմ, որ որպես ընդհանուր աշխատանքային առումով նաև շատ հարմար է ու բավականին շատ ենք նկարվում իր մոտի միջայլոց, բոլոր մեր միջոցառումներին, երբ որ ես հյուրեր եմ ունենում, վերջի մեր լուսանկարը Արագածի ֆոնին է լինում եւ ինձ որ ամենայն դեպս դուր է գալիս, գեղեցիկ նկար է։ Հասկացա, ու այդ ֆոնին նաև ահավոր շատ թղթաբանություն է սեղանին, այս ոնց եք հասցնում, ինչ է ամեն ինչը համակարգչի մեջ չի։ Եթե անկեղծ ես մի քիչ այդ առումով մի քիչ հին մարդ եմ մնացել, ես նույնիսկ եթե ինչ-որ բան կա, որ պիտի պատրաստվեմ, երբեմն ելնում է, որ աշխատակից գործընկերներն ինձ ուղարկում են էլեկտրոնային ձևով, արդեն իրենք գիտեն, որ պարտադիր թղթային էլ պիտի լինի, սենց թղթային տարբերակով, ասենք դրված պետք է լինի, ես պիտի սենց թղթով վերցնեմ կարդամ, էլի մնացել է այդ հին վիճակի։ Բայց կուտակվում է սենց, հետո ինչ եք անում։ Կուտակվում է ոչինչ, առանձնապես ինչ չի խանգարում, եթե ձեզ խանգարում է, կարանք ինձ տեղափոխենք։ Դե հա, բայց հետաքրքիր է, բայց այս թղթային վիճակի մոտ պահպանվել է։ Դե ճիշտ ասած ժամանակի հետ միանշանակ մենք թղթաբանությունը պիտի պակասացնենք, բյուրոկրատիան պիտի պակասացնենք, բայց ստեյ շատ թղթերը բյուրոկրատիայի ավել լինելու մասին չի խոսք, էսի ուղղակի բնավորության գծի մասին է խոսքը, որ այստեղ թղթային վիճակներն եմ սիրում։ Հարմարության։ Ու մեկ էլ այն անկյունում շախմատ է դրած sense սպասողական խաղում եք, ինչի համար է ինքն։ Ճիշտ ասած բավականին ժամանակ չեմ խաղացել, բայց շախմատ շատ եմ սիրում ու դե այդպես բան չլինի, բայց նորմալ խաղացել եմ, էլի։ Ճիշտ է, երկար չեմ պարապել, կարող է մի քանի ամիս պարապացել եմ, բայց այնց հաստատվել, որ ես մորական պապիս շատ լավ շախմատ էր խաղում, հորեղբորս հետ շատ խաղացել եմ փոքր ժամանակ, բավականին լավ ստացվում էր,
քերոստղայի հետ ինքը առաջի կարգեր հիշում եմ շատ երկար, ասենք 400 քանիս, 300 քանիս, այսինքն մի քանի տարի տենց մենք պահում ենք էլի այդ հաշիվը, տենց երկար ժամանակ խաղում ենք, բայց եթե անկեղծ վերջի 2 տարին չեմ հիշում խաղացել եմ թե չէ, նվեր են տվել, ուղղակի թողել ենք այդտեղ, ասենց հուշանվեր է, բայց Նրանցա որ ազատ ժամանակ ունենամ, անպայման նորից հետ եմ դառնալ, էլի շախմատի։ Մենք հասցրինք նաև ձեր հանգստի սենյակը տեսնել ինչն է հետաքրքիր, սովորաբար գնում ենք պաշտոնյաների աշխատասենյակներ, կա առանձին անկյուն կամ պատ, որտեղ իրենց պատվոգրեր, մրցանակներ եւ այլն, այդ ամեն ինչը հենց աշխատասենյակում է, այն մտքով նաև ենթադրում եմ, որ այցելուներ տեսնեն։ Ձեր այդ մրցանակներն ու դիպլոմներն ու մնացածը հանգստի սենյակում է, այսինքն շատ մարդ չի տեսնում։ Այստեղ տեղ չունեք, դրա համար տեղ չեք դրել, թե մի քիչ դա ոնց որ համեստության գիծա չեք ուզում, որ շատ Եթե անկեղծ ստեի դասավորվածությունը մենակ սեղանինն է, որ ես եմ տենց որոշում, մնացածը իմ գործավարուհին է անում, բայց հա ինքը հարցնում է, ես մտածում եմ, որ տենց պատվոգրեր, ինչ որ տենց կարծում եմ, որ դե ավելի խելամիտ է, էլի, որ տեղ գտնի, որովհետև նենց է, որ Նախ շատ ես ուրախ ու շնորհակալ եմ ովքեր որ գնահատել են մեր աշխատանքը, կարևորել են ու մրցանակ են տվել, բայց չեմ կարծում որ տենց ըստեղ ցուցադրելու տենց անհրաժեշտությունը կա, էլի։ Հասկացա։ Դե ընտանեկան լուսանկարը բնականաբար նաև ընտանիքի հետ մենք ծանոթ ենք։ Հա, բայց ցուցանես նկարը չեմ փոխի, թարմացն եմ, երեխեք արդեն բավականին մեծացել են։ Ինչը ձեզ ամենաշատը դուր չի գալիս այս շենքում կամ ձեր աշխատասենյակում, ինչն եք ուզում փոխեք առաջիկայում, եթե այդպիսի պլաններ կան։ Եթե անկեղծ ամեն ինչ դուր է գալիս, մենակ շենքն է շատ հին, ինքը սովետական ժամանակից ընդհանրապես ռեմոնտ չի արվել։ Հա։ Ու յուրախություն մեզ կառավարության որոշմամբ արդեն գումար են հատկացրել, մենք արդեն մրցույթ ենք հայտարարել, մոտակա ժամանակներս կսկսենք շինարարական աշխատանքները եւ արդեն կունենանք ավելի հարմարավետ մարզպետի աշխատակազմ, մարզպետի աշխատակազմի շենք, որովհետև ինքը սովետական տարիներից ոչինչ չի արվել շենքի վրա։ Այդ երբ որ դուք եկաք, երևի տեսաք միջանցքների վիճակն էլ լավ չի, ընդհանուր սենյակների վիճակն էլ լավ չի։ Բայց մնացած առումով մթնոլորտը շատ ջերմ է, աշխատակիցներին բոլորին ճանաչում եմ եւ ճանաչում եմ, որ մինչեւ մարզպետն էլ լսել հիմնականին աշխատանքային հարաբերությունները միշտ այնց փոխադարձ հարգանքի հիման վրա եւ երևի թե բան չեմ փոխի։ Մենակ ինչ որ պիտի փոխեմ, հեսա մրցույթը կհայտարարենք, կփոխենք, էլի շենքի հետ կապված։ Ունեք ինչ որ հատուկ ընդունելության ձև ձեր թիմում ներգրավելու համար մարդկանց։ Այսինքն բացի մասնագիտական գիտելիքներ եւ այլն այդ པարզ է, բայց ձեր անձնական ինչ որ մեթոդ ստուգելու մարդուն կամ հասկանալու արժիր այդ աշխատել, կարող է շատ լավ մասնագետ է, բայց ինչ որ գիծ նկատեք ու ասեք չէ։ Հա, դե, եթե նկատի ունեք մարզպետի աշխատակազմը ընդգրկելու համար, ես մարզպետի աշխատակազմում մարդիկ կան, որ ինչ հարազատ են, մարզպետի աշխատակազմում մարդիկ կան, որ ուղղակի sense ծանոթացել են, իրանց ընդունել եմ աշխատանքի, ավելի շատ գնահատում եմ պատասխանատվության զգացողությունը, որ մարդի պատասխանատու լինի անպայման, երկրորդ հանգամանքը նվիրվածությունն ու ազնվությունը, աշխատանքին, մեր մարզին, պետությանը ու նաև ինչու ոչ ինձ, որպեսզի ես վստահ եմ, հենվեմ, որովհետև աշխատանքի ընթացքում ես շատ եմ ինչ ոլորտով համակարգում կամ զբաղվում է, ես հիմնվում եմ իրանց կարծիքի վրա եւ որպեսզի իմ աշխատանքը ես տենց դասավորեմ, ես միշտ վստահ լինեմ, որ տրամաբանական ասենք X քայլեր կատարելու ժամանակ սխալման արդյունքը թույլատրելի սահմանն է։ Եթե թույլատրելի սահմանն ասում է, արդեն ես գիտություն եմ ընդունում եւ կարող եմ փոփոխություն անեմ։ Հասկացա։ Արդյունավետության տեսանկյունից մարզպետը միշտ պետք է աշխատասենյակում լինի, որ գործը արդյունավետ լինի, թե հակառակը կարելի է այսօրվա պայմաններում, տեխնոլոգիաներով եւ այլն տնից աշխատել կամ աշխատել այնտեղ որտեղ հարմար է, բայց լինել ավելի արդյունավետ։
Ես կարծում եմ, որ անհրաժեշտ չի կաբինետային, ընդ որում վարչապետն էլ իր խոսքի մեջ միշտ ընդգծում է, որ այդ կաբինետային աշխատանքից դուրս եկեք, մի քիչ մարդկանց հետ շփվեք, բան։ Իմ մոտ այդ ամեն ինչը ընդգծված է։ Ես շատ ավելի հեշտ դրսից եմ աշխատում, քան թե կաբինետից։ Օրինակ հնարավոր է ես ինչ որ շինարարության կողքով անցնելուց լինեմ գնամ ինչ որ դպրոց նայեմ, ու այդ ընթացքում ստեի աշխատանքը չի դուզում, որովհետև ձայնայինով ինձ ուղարկում են այս հարցը ոնց կարգավորենք, ես արագ պատասխանեմ։ Դե տարբերություն չկա, ստեմ նստած, թե ասենք ինչ որ շինարարության տեղ եմ կամ ինչ որ միջոցառման եմ, բայց մաքսիմալ քիչ եմ մնում կաբինետում, եթե անկեղծ, եթե ստեղ եմ, ուրեմն անհետաձգելի ինչ որ բաներ կա, որ անհրաժեշտություն կա իմ ներկայությունը, կամ մարդի դիմավորեմ, կամ մարդի ճանապարհեմ, կամ ինչ որ փաստաթղթերի հետ աշխատելու բան կա, որ անձամբ ես իմ ծորագրությունը դնեմ, դի ուսումնասիրեմ, կարդամ, այդ ժամանակ եմ մնում կաբինետում, իսկ ուրիշ ժամանակ հիմնականում մնում եմ դրսում։ Դրսի հետ կապված մենք եկել ենք Արագած։ Դրսում համայնքներում, գյուղերում տարբեր տեղեր էլի, նենց է որ տենց խառը։ Այ հենց այդ թեմայի ուզում ասել, քանի որ մենք եկել ենք Արագածոտնի մարզու աշտարակում ենք, անհնար է մանավանդ այս եղանակին, նաև մենք դրսում չզրուցենք ու նախապես նաև հեռուստադիտողի համար ասենք գնում ենք հիմա աշտարակի ձոր դուք հա աշտարակի ձոր դե փաստենք աշտարակի ձոր չիշնենք էդի մի դե գնացինք ուրեմն այո խելամիտ չի բացի այդ տհաճ կնի եթե իջ առաջարկի գնացինք աշտարակի ձոր ուրեմն գնացինք շատ լավ Մենք հիմա աշտարակի ամենահին կամուրջներից մեկի վրա ենք, որ ասում ենք Կախովի կամուրջ է կոչվում, հա? Հա, ինքը կոչվում է մի քիչ։ Հա, բայց կոչվող մոտ Կախովի կամուրջ դրա համար։ Ճոճը նորմալ է։ Հա, նորմալ է, ինքը հենց նախատեսված է նրա համար, եթե տեսնեք, ստե կտրվածքներ էլ կան։ Հա, մի քիչ վախենալու կտրվածքներ։ Այդ կտրվածքների տրամաբանությունը ես էլ եթե անկեղծ գիտեի տարիների ընթացքում տենց, դե տարիներն էլ իր վրա ազդեցություն է ունեցել։ Ճիշտն ասած նպատակ ունենք վերանորոգենք ուղղակի համապատասխան մասնագետների խնդիրը կա, բայց իր տրամաբանությունը ունենա, որ ինքը ճոճվելու ընթացքում այդ առանձնականության արդյունքում ինքը չի փլուզում, էլի, այդ ճոճվելն է, որ իրան պահում է, էլի, հա, մի քիչ դիսկոմֆորտը կա, բայց բանա, իսկ սրանից ավելի հին մի հատասի քարի կամուրջ կա, հա, այդ մոտակայքում, բայց էս ա եղել ինձ հուշեցին որ ջաղացի կամուրջ, ջաղացի կամուրջը շատ հին է, աշտարակի աջ ու ձախ ափը իրար միացնող կամուրջն է, որը բավականին հին կամուրջ է, ու նաև աշտարակը բավականին հետաքրքիր պատմություն ունի, ընդհանրապես ինքը որտեղ ավելի հարուստ է, ոնց հասկացանք մենք այսօր իր պատմությունով, քան այն, որ շատերը պատկերացնում են, աշտարակը ինչ է, ամառանոցներ ու աշտարակի ձորը։ Հա։ Բայց շուտ պատմական կամուրջներ կան, բաներ կան։ Հին ու լուրջ պատմություն ունի աշտարակը, ոնց որ մեր Հայաստանի Հանրապետության շատ քաղաքներ, ուղղակի մենք տեղակ չենք, մենք չենք երբեմն ուսումնասիրում, բայց վստահ եմ, որ նաև մշակութային շատ ծրագրեր ունենք, նաև մոտակա ժամանակներս ֆեստիվալներ ենք ունենալու ու նաև հենց նպատակներից մեկը այն է, որ մենք մեր մարզերը, մեր քաղաքները ճանաչենք։ Նպատակներից մեկը դա է։ Այսինքն խնդիրը մենակ այն չի, չէ՞ որ մարդիկ չեն հետաքրքրվում, նաև հռչակողները պետք է զբաղվեն դրանով, որ մարդիկ ուզենան հետաքրքրվեն։ Իհարկե, նախ ծրագրեր պետք է իրականացվի եւ երկրորդն է իրականում մեր հետաքրքրությունները, երևի թե որոշ առումով մի քիչ այլ է, երկրից դուրս է մեր հետաքրքրությունները երբեմն, բայց մենք պիտի ուսումնասիրենք մի հատ մեր երկիրը լավ ծանոթ լինենք մեր երկիր, էլի չի խանգարի դրսի։ Շոկ հա, երևի գնանք մի քիչ գետի մոտ, տենց հնարավորինս Պարոն եկան գետի մոտ, այս ամենահով գետն է, այս ժամի համար։ Խոսացինք աշտարակից, այս անգամ ավելի շատ, նախորդ անգամ որ ձեր տանն ենք, ընդհանուր ենք մարզից խոսում։ Հետաքրքիր է ոնց է ձեր տեսանկյունից այն վերաբերմունքը, որ մարզի բնակիչները ոնց են որոշում ամեն դեպքում մարզ կենտրոնը կամ մարզի սիմվոլը որն է, բացի Արագած լեռից իհարկե։ Դե մարզ կենտրոնը ինքը արձանագրված է, աշտարակն է։ Այդ թղթերով, բայց բանով, բայց հոգով տեսեք,
ամեն քաղաք, ամեն համայնք իր համու հոտն ունի։ Հիմա ապարանցիների համար ապարանից են կողմ աշխարհ չկա, վստահ եմ։ Աշտարակցիների համար աշտարակից են կողմ աշխարհ չկա։ Նույնը թալինցիների համար թալինից են կողմ աշխարհ չկա։ Նույնը կարող ենք ասենք Ալագյազի ժողովրդին, նույնը կարող ենք ասենք մեր Շամիրամի, Արևուտի, Մեծաձորի, մի խոսքով ամեն համայնք ծաղկովիտը չնշեցի, ծաղկովիտի համար էլ ծաղկովիտից են կողմ աշխարհ չկա, ամեն մեկիս համար մեր տունը ամենալավ տեղն է ու անկրկնելի է, ինձ կարծում եմ, եւ երևի այդտենց էլ կա, ու բնակլիմական առումով էլ տարբեր են, օրինակ ապանի կլիման գիշերները, եթե մի թեթև մի վերջ գցես վրա, կմրսես, իսկ աշտարակի կլիման ձորը չէ, դեպ քաղաքի կլիման նկատի ունեմ Երևանից կարող է մի 3-4 աստիճանի տարբերություն ունի, հիմնականում Երևանի կլիմային ամոթ։ Թալինը ավելի ամռանը մի քիչ ավելի շոգ, ձմռանն ավելի ցուրտ։ Ամեն համայնք իր կլիման ունի, իր տարբերությունն ունի։ Մենք խոսեցինք նաև աշտարակի պատմական հետաքրքրություններից, բայց ժամանցային, հա, եթե չհաշվենք աշտարակի ձորը, այն դասականը, որ բոլորը գնում են աշտարակի ձոր։ Ինչով է հետաքրքիր աշտարակը, գլոբալ մարզը էլի խոսել ենք տարբեր տեղեր, բայց հենց աշտարակը, դες ինչով է նաև հետաքրքիր ժամանցային իմաստով, ինչ որ նոր տեսակի ժամանցային տեղեր կան։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ժամանցային տեղեր կան, հիմա արդեն սրճարանների կուլտուրան է ավելացել, օրինակ հիմա աշտարակ քաղաքի մեջ կան սրճարաններ ու հաճախելիությունն էլ բավականին նորմալ է, մարդիկ գնում են, սուրճ են խմում, զրուցում են, որը որ տարիներ առաջ ես համենայն դեպս չեմ հիշում նման մշակույթ, բայց եւ այնպես Արագածոտնի մարզը ընդհանուր առմամբ ինքը համարվել է գյուղատնտեսական մարզ, բայց հիմա ընդգծված տեմպերով մենք գնում ենք դեպի տուրիստական մարզի հետևից եւ վստահ եմ, որ այս տեմպերով գնալու դեպքում կար ժամանակահատվածում ամենատուրիստական մարզերից մեկը լինելու Արագածոտնի մարզը, որովհետեւ մենք ունենք հետաքրքրություններ թե ձմռանը, նաեւ լեռնադահուկային համալիրի հետ կապված ու նաեւ հետաքրքրություններ ունենք ամռանը։ Ու նաեւ դա գալիս է մեր մարզի տեղադիրքից, ունենք ամենացածր կետ, ունենք ամենաբարձր կետ, Արագած լեռը արդեն ասացի, երևի դրանով պայմանավորված է ամեն հետաքրքրություններ ունենք։ Հասկացա։ Մի քիչ էլ ձեզնից զրուցենք մեր նախորդ հանդիպումից էլի, ինձ ահագին տպավորել էր ու ոչ միայն ինձ, ձեր հետաքրքրվածությունը տիեզերքով, քվանտային ֆիզիկայով եւ այլն մնացել է ինքը։ Գիտեք, բավականին տարի անց, արդեն 3 տարի անցել է մեր խոսակցությունից, դե ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը դա եղել է մանկուց սերը, նաև ասել եմ ձեզ, ես ռադիոֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել ու շատ եմ սիրել թե ֆիզիկա առարկան, թե մաթեմատիկան ու հիմա էլ հետաքրքրությունը կա, բայց որ ասեմ այն ժամանակվա տեմպերով հասցնում եմ ուսումնասիրեմ ու ինչ նորություններ կա հետևեմ, սուտ կլինի, որովհետև պատգամավոր ժամանակ կարող եմ պատասխանատու ձևով ասել մի քիչ ավելի շատ ժամանակ կար։ Դե այն ժամանակ էլ եք մարզպետ եք արդեն երբ որ հա, բայց նոր էի մի տարվա չափ էի մարզպետ, իներցիայով դեռ պատգամավորի տրամաբանության մեջ էի որոշակում։ Գիտեք ինչի համար է հարցնում, որովհետև ձեր աշխատասեղանին ու նաև հանգստի սենյակում աշխատասեղանին նարեկ էր դրված։ Հանգստի սենյակում էլ տերունական աղոթք եւ այլն, որ ինքը քանի որ բաց դրած է դրա համար եմ ինձ իրավունք վերապահում հարցնեմ։ Ինձ հետաքրքիր էր ձեր մոտ հավատքի եւ ֆիզիկայի հակասությունը ոնց է ձեր մեջ հաղթարեմ, անավանդ մասնագիտորեն։ Հետաքրքիր է, բայց ոչ մի հակասություն ես չեմ տեսել։ Ես ինձ համարում եմ մեր առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, քրիստոնյա եմ, կնքված եմ ու կարող եմ ասել, որ ես շատ հաճախակի այցելում եմ եկեղեցի ու հավատում եմ մեր Տեր Աստծուն Հիսուս Քրիստոսին ու շատ եմ սիրում ֆիզիկա ու հետաքրքիր է որ հակասություն չեմ տեսել դրա մեջ, որովհետև կարծում եմ որ այն ինչը որ բացատրություն չունի ֆիզիկայով եւ գիտությամբ, բացատրություն ունի Աստվածաշնչով։ Հա, իսկ վեճեր չեք ունեցել այս թեմայով օրինակ ձեր հավատացեք, չէ, շատ ներդաշնակային մոտ է ամեն ինչը, երբեք հարց չի առաջացել, որ ամեն ինչը պետք է հիմնավորվի ու ինչ որ մի բան ֆիզիկայի կանոններից
կանոններին հակասում է, որովհետև վստահ եմ, որ ֆիզիկայի կանոններին բավականին շատ բաներ հակասում են, ուղղակի մենք դրա մասին տեղյակ չենք։ Իսկ դա բարձրացում է աստվածաշնչով հավատով։ Ձեր կյանքում եղել են ինչ-որ անբացատրելի բաներ, որ ինչ-որ երևույթ եք տեսել ու ոչ առնվազն ֆիզիկայով չեք կարողացել բացատրել։ Ես ավելին ասեմ, իմ կյանքում ոչ մի բան ֆիզիկայով չի կարելի բացատրել։ Հիմնականում ամեն ինչը պայմանավորված է Աստծով ու հավատով, ու հետաքրքիրն ինչա, որ երբեմն մենք անում ենք այն ինչը, որ անհրաժեշտ է, այն ինչը, որ խելամիտ ենք համարում, բայց այդ ամեն ինչի արդյունքը հավատքից ելնելով է արդյունք ստացվում, եթե չունես հավատ, վստահ եմ նույնիսկ ճիշտ քայլերի հերթականությունը չի կարող բերի հաջողության։ Իսկ դա պաշտոնավարման ձեր մեջ օգնում է, նաև այդ մոտեցումը, թե ձեզ ավելի պրագմատիկ ու չոր լինելը ավելի արդյունավետ կլիներ։ Գիտեք, պրագմատիկ ու չոր լինելը դա աշխատանքի բնույթ է, բայց դա հավատի հետ կապ չունի։ Դու կարաս լինես պրագմատիկ չոր քայլերի հերթականությամբ գնացող, բայց քո գործին չհավատացող ու վստահ եմ, որ գծախող ես։ Ու չեմ բացառում, որ լինես ոչ պրագմատիկ, ոչ չոր, բայց ունենաս մեծ հավատ ու հաջողություն գրանցես ինչ որ գործի շրջանակում։ Բայց ավելի խելամիտ է լինել պրագմատիկ, չոր քայլերի ճիշտ հերթականությամբ գնացող եւ հավատացյալ։ Հասկացա։ Եվ դուք հավատав քո գործին վերաբերվող։ Շեշտեցիք, որ падգամավոր եք, հիմա մարզպետ եք, կա ինչ-որ պաշտոն աշխատանք, որին ձգտում եք այս պահին, թե երբեք ոչ մի բան չեմ պլանավորել, ես կարծում եմ, որ ամենալավը իմ պոտենցիալը մեր քաղաքական թիմը, վարչապետը ավելի լավ կարող է պատկերացնել եւ պոտենցիալը, որտեղ որ մեր քաղաքական թիմը, վարչապետը ճիշտ իմ պոտենցիալը օգտագործել, ես շատ ուրախությամբ կստանձնեմ այդ գործը, որը որ հիմա անում եմ։ Այն հոգու խորքում, բայց թաքուն երազանք կամ երազանքների գործ։ Չէ, նմանատիպ երևույթ կարող է ուրիշ ոլորտից ասենք, որ ճիշտն ասեմ, շատ բաներ տենց առանձնապես տարիների ընթացքում չեմ պլանավորում, հիմնականում ապրում եմ կյանքս ոչ միայն տվյալ օրով, իհարկե պլանավորած ծրագրեր ունեմ, բայց որ ասեմ տենց երկարատև ծրագրեր գծող եմ, չէ։ Պարոն Մուսյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մենք նաև գիտենք, որ արձակուրդում եք լինելու շուտով։ Հա, թող մարդիկ իմանան, չանհանգստացնեն։ Ձեզ լավ արձակուրդ։ Շնորհակալ եմ, հաճելի է շատ։ Փոխադարձ։ Լավ եք։